արդեն գիտենք, որ հաճախ խոսելիս մենք տալիս ենք խոսակցի անունը, չէ՞, կամ ինչ-որ ձևով դիմում ենք նրան, ճիշտ է։ Օրինակ, Արա, գիրքը բացի, ճիշտ է։ Կարող եք դուք էլ բերել օրինակներ, որտեղ բառ, որը ցույց է տալիս, թե ում է ուղղված խոսքը։ Ապա Կապա, այն գերզելագնաց ինձ տեսա։ ում է ուղղված խոսքը։ Շատ բարի։ Ճիշտ է, Ում է ուղղված խոսքը։ Արևիկին, ճիշտ է։ Ապա Հովանես։ Մահեր, արխանք։ Ահա, ում է ուղղված Մահերի։ Մհերի, ապա Գայանե։ Այսօր մենք պետք է գեղեցիկ հոլովակ նկարենք։ Ում է ուղղված խոսքը։ Երեխաներ։ Երեխաներ, նա երեխաներ, արևիկ, արամ, այս բառերը չեն կոչվում, ապա կարող հիշեցնել ինձ։ Այդ բառերը կոչվում են կոչականներ։ Կոչականներ, ճիշտ է։ Նախադասության մեջ կոչականը հեշտ է տարբերել։ Կարող եք ասել, ինչպես է տարբերում կոչականը նախադասության մեջ։ Հելա։ Կոչականը ուղղվում է և ցույց է տալիս, թե ում է ուղղված խոսքը։ Շատ ապրես ուրիշ։ Կոչականը տարբերվում է մյուս Նախադասության մյուս անդամներից։ Ինչպես է առանձնանում։ Առանձնանում է սպարագետով և վերջին ձայնավորի վրա դրվում է շեշտ։ Այո, եւ շեշտվում է։ Շատ բարի։ Հաջորդ ձեր փորձություններ երեխաներ լեզվական աշխատանք է կոչականի շուրջ, որը ներկայացնելու է հիմային աշխատանքի միջոցով։ Դա հիմա մենք արագ կբաժանվենք խմբերի, բաժանվելու ենք խմբերի պատահականության սկզբունքով։ Դուք ընտրելու եք համարները եւ հետո նստելու եք համապատասխան սեղանի շուրջ։ Քանի որ խմբերը արդեն բաժանված են, սկսենք մեր հիմային աշխատանքը։ Ձեզ բաժանելու եմ առաջադրանքներ, ձեզ տրվելու է 7 րոպե ժամանակ, համագործակցելով դուք գեղեցիկ կատարելու եք առաջադրանքները։ Առաջին խումբ նախադասությունները լրացնելու եք կոչականներով, ըստ նկար բառերի այնպես ուշադիր, որ կոչականը լինի նախադաս, դա ուշադիր ենք լինում կետադրությանը։ Երկրորդ խումբ նախադասությունները լրացնելու եք կոչականներով, ըստ նկար բառերի, այնպես, որ կոչականը լինի միջադաս, մեջտեղում, դա պարզ է, ուշադիր եք լինում կետադրությանը։ Շարունակում ենք։ Երրորդ խումբ նախադասությունները լրացնելու եք կոչականներով, այնպես, ըստ նկար բառերի, այնպես, որ կոչականը լինի վերջադաս, դա ուշադիր ենք լինում կետադրությանը։ Չորրորդ խումբ նախադասությունները լրացնելու եք կոչականներով, բայց չեք օգտվելու նկար բառերի, պարզ է, այնպես, որ կոչականը լինի նախադաս, ուշադիր ենք լինում կետադրությանը կոչականի։ Հինգերորդ խումբ նախադասությունները լրացնելու եք կոչականով այնպես, որ կոչականը լինի միջադաս, չենք օգտվում նկար բառերի։ Վեցերորդ խումբ նախադասությունները լրացնելու ենք այնպես, որ կոչականը լինի վերջադաս, չեք օգտվելու նկար բառերից, դա նոր բառեր եք որինում։ Եղավ։ Պարզ է առաջադրանքը երեխաներ որոնք։ Դες սկսեցիք աշխատանքը, ձեզ հաջողություն։
սենթիմերը։ Այո։ Երկրորդին։ Երրորդ։ Այո։ Երրորդ։ Եվ վեցին։ Սկսենք ներկայացնել աշխատանքները։ Խնդրում եմ մյուս թիմերը ուշադիր հետևում եք, որպեսզի վերջում կարողանաք գնահատել, լավ։ Հիմա արդարության գավաթ հնարի միջոցով կընտրեմ պատահական երկու մասնակցի, ովքեր կներկայացնեն իրենց աշխատանքները։ Դուք ընտրեք, լավ, Վարդունի։ Հենց դες ընտրեցիք, լավ։ Խնդրեմ Վարդուի։ Տան, որքան նախորժարի տեսք ունես։ Արև, ինչպես կապրենք առանց քո լույսի և ջերմության։ Շատ բարի, տեսնեմ ճիշտ կետադրել եք արդյոք կոչականը և ընդհանրապես նախադասությունը։ Շատ ապրեք, կեցեք, ճիշտ է կատարված առաջադրանքը։ Երկրորդում, որպեսզի ներկայացնեք ձեր աշխատանքները, ընտրեք ձեր ընկերներին, Գուրգենը և Մարտան։ Խնդրեմ, Գուրգեն։ Կարող ես ոսկե ձգտիկ, իրականություն դարձնի երազանքը։ Շատ լավ, Մարտա։ Ինչ հաջելի բուրմունք ես տարածելված, արտերում։ Շատ լավ, ձեզ մոտ կոչականը որ դիրքում է գտնվում, միջադաս է, տեսնեմ արդյոք ճիշտ եք կետադրել, այստեղ կարծես թե միջադաս կոչականը սխալ է կետադրված, ինչպես պետք է կետադրեի, ինչպես պետք է առանձնանալ մյուս անդամներից, երկու կողմից ստորակետով, դուք մեկ կողմից եք առանձնացրել, ուղեք ձեզ, լավ, անցնենք երրորդ խմբին, ապա ովքեր են ներկայացնում ընտրեք, Լամարա և Նարեկ, Լամարա, Արև, ինչպես կապրենք առանց քո լույսի և ջերմության։ Մեղու, ես էլ եմ ուզում քեզ պես աշխատասեր լինել։ շատ լավ, ձեզ մոտ կոչականը, որ դիրքում է գտնվում ձեր նախադասում, սկզբում, տեսնեմ ճիշտ եք կետադրեք, ճիշտ եք, կեցեք, հաջորդում է չորրորդում, անհասկանալի մնաց, ավելի լավ կհասկանա, եթե ուշադիր լինեք, ես ոչինչ չհասկացա։ Խնդրում եմ ձեր անկեղծ նշումները կատարեք ձեր ինքնագնահատման քարտերի